Հավաքականի մրցելույթը գնահատում եմ բավարար, չեմ կարող ասեմ լավ, քանի որ ոսկի մեդալ չունեցանք, բայց կարելի ասել, որ սա պատմական 2 մեդալ է, քանի որ մեր կարատեի պատմության մեջ մեծահասակների Եվրոպայից մենք չէինք ունեցել մեդալ, չէինք կարողացել նվաճել մեդալ, եւ Եվրո 2025-ը եկավ Հայաստան, մեր ֆեդերացիայի նախագահի Վազգեն Հարությունյանի ջանքերի շնորհիվ, եւ մենք հյուրընկալող երկրի դերում պատասխանատվությունը ել ավելի մեծ էր 2 անգամ, ու ստացվեց մեր մոտ երկար աշխատանքի շնորհիվ կարողացանք վաստակել 2 բրոնզ մեդալ։ Հույս ունենանք, որ մեդալի գույները աշխատանքի արդյունքում կփոխենք անպայման ու սարքենք ոսկի։ Որպես մարդ, ում նյարդային ապրումները տեսախցիկների առաջ մենք բարբերաբար տեսնում ենք մեր մարզիկների մենամարտերի ժամանակ առաջ եւ ընթացքում, ինչն էր այս առաջնություն մեր մարզիկների ուժեղ կողմը եւ ինչ բացթողումներ ունենք, որ դեռ պետք է լրացնենք։ Ուժեղ կողմը նա էր տանպատերն էր, քանի որ մենք ունեինք շատ մարզասերներ, որոնք ոգևորում էին մեր մարզիկներին, մարզիկները շատ էին ոգևորված իրականում էլի մարզասերներից։ Ուժեղ կողմը սա էր եւ մի քիչ հոգեբանական ավելի շատ բան կար, քանի որ պատասխանատվությունը ես ոնց ինչպես կրկնեցի 2 անգամ ավելի մեծ էր մեդալ նվաճելու։ Փորձելու ենք ամեն ինչ անենք, որ Հայաստանի հավաքականը 2-3 տարում թե Եվրոպայում, թե աշխարհում մրցի բոլոր ուժեղագույն հավաքականների հետ։ Ինչպիսի պատրաստվածություն է պետք նման մասշտաբի առաջնությանը մասնակցելու, հերիք չէ միատել բրոնզ նվաճելու համար։ Իրականում մենք, քանի որ 1 տարի առաջ ենք իմացել, որ Եվրոպայի առաջնությունը այստեղ է լինելու, մենք 1 տարի օր ու գիշեր չենք քնել, պատրաստվել ենք, անցել ենք մեծ ուսումնամարզական հավաքներ, ունեցել ենք ֆիզիկական, տեխնիկա-տակտիկական ուսումնամարզական հավաքներ, արել ենք ամեն ինչ մեր մարզիկների համար, ոչ մի բան չենք խնայել, որ իրանք լավ պատրաստված մոտիկանան Եվրոպայի առաջնության մրցագորգ։ Հիմա երբ մրցաշարը արդեն ավարտվում է, կվերհիշեք ամենաարժեքավոր եւ հուզիչ պահը ձեզ համար։ Ամենաարժեքավոր եւ հուզիչ պահը առաջի բրոնզե մեդալն էր Ներսիսյան գորի, երբ որ իրականում մենք մեր աշխատանքի արդյունքը քաղեցինք, ունեցանք մեդալ, որը չէր հաջողվել ոչ մի անգամ, իսկ երեկոյան նույնը կրկնեց Զալյան Յուրան, մեր ուրախությունը կրկնապատկելով։ Մամուլի ասուլիսի ժամանակ պարոն Հարությունյանը նշեց, որ այս առաջնության հիմնական նպատակներից մեկն էլ կարատեի որպես սպորտ հանրայնացումն է Հայաստանում, ինչ եք կարծում, հաջողվեց հասնել այդ արդյունքին։ Իրականում այո, հաջողվեց, բոլորը տեսան թե կարատեն ինչ սպորտ է, մենք հյուրընկալել ենք շուրջ 54 երկրի 1000 մարզիկ, իրականում Եվրոպայի առաջնությունը ցանկացած սպորտի համար 54 երկրի մասնակցությունը կարծում եմ մեծ ռեզուլտատ է։ Ինչ ուղերձ ունեք մեր մարզիկներին, ինչպես նաև այն պատանիներին, ովքեր նոր են ընտրում կարատեն։ Մեկ ուղերձ ունեմ, պետքա պարապել, պետքա առաջի հերթին պետքա ուշադրություն դարձեն կրթությանը, պետքա կրթվեն եւ պարապեն, քանի որ անկիրթ մարզիկը պետք չի մեզի, մարզիկը ինչքան կրթված լինի, միանշանակ այդքան դատամինում մրցագործում օգնում է կրթությունը, երբ որ մարզիկը ավելի լավ հանդես գա։ Ուղերձս դա է, ուղերձս նա է, որ մարզվեն եւ նորից մարզվեն։